փորձենք մանրամասներ լսել նրանից, պարոն Բաբայան, ինչ process էր ներսում եւ արդեն ավարտվել է թե ոչ։ Մենք հարցաքննությունը ավարտեցինք, հիմա սպասում ենք, որ քննչականը դատարան ներկայացնի կալանքի վերաբերյալ միջնորդություն։ Հիմա կսպասենք հենց միջնորդությունը կներկայացնեն, արդեն կալանավորման հարցի շուրջ քննությունը դատարանում կլինի։ Այսինքն միակելքը փաստացի կալանքն է։ Այս բանին հա, իրենք ձերբակալել են հենց կալանավորման նպատակով եւ բնականաբար միջնորդություն կներկայացնեն կալանավորման համար։ Ինչ որ տեղեկություններ են տարածվում Ալեն Սիմոնյանի պահանջների վերաբերյալ 2 միլիոն հերքում ներողություն խնդրել եւ այլն էս առնչությամբ ինչ կասեն։ Դրա մասին տեղյակ չեմ, բայց ձեր նշածը քաղաքացիական իրավական հարաբերությանն է վերաբերում, եթե առանձին նման հայց ներկայացրելա չգիտեմ։ Այնուամենայնիվ, այս վարույթը նախաձեռնվել Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը կարծեմ իրենք են արդեն հաստատել, եւ ելի նույն մեղադրանքն է խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին։ Այսինքն էլի մի հաղորդման ընթացքում կամ մի դեպքում նաև Facebook-յան գրառման էլի մեղադրում են խուլիգանություն կատարելու մեջ, ինչով որը ինչպես ասեցի նախորդ անգամ արդարացվել էր։ Ընդ որում ամենահետաքրքիրը որ դատախազը էլի նույնն է, այսինքն այն դատախազը, որ դատարանում եկավ, մեղադրանքը պաշտպանեց եւ ըստ էության պարտվեց։ Ավետյանն, հա, հիմա պարոն Ավետյանը նորից մեղադրանք է հարուցել։ Պարոն Բաբայան, հասկանալի է, ձևակերպումների շրջանակը արդեն հայտնի է, կա ինչ ձևակերպումներից է խուլիգանությունն այսպես ենթադրվել իշխանությունների կողմից։ Որոշակի արտահայտություններ կան, որը համարել են խուլիգանական։ Այդ կոնկրետ որ հաղորդման վերջին հարցազրույցի հետ կապված իր կա ինչ որ ամսի 10-ի, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 10-ի հաղորդման մասին է, եթե չեմ սխալվում, Պարոն Բաբայան, իսկ որքանով եք սա փոխկապակցած համարում, օրինակ մեր վերջին հարցազրույցը երթնախագահի հետ շատ քննարկվեց մեծավ գարցեցես, դες սա ինչ որ ազդեցություն ունեցել է, որպեսզի Ես կարծում եմ, որ դա այն հիմնական պատճառն է, որի համար արվեց, որովհետև եկեք հիշենք, թե ինչ կատարվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում, փաստորեն գիշերվանից սկսած անդադար ինչ որ գրառումներ, ընդ որում շատ նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր է որ քննչական օրինակ այդտեղ չի տեսել հանցակազմ, այդ վիրավորանքի մեջ կամ նաև դա ես կամ եթե այս դեպքում մենք ունենք խուլիգանություն, այն դեպքում էլ գուցե դիտարկենք խուլիգանության հարցը։ Չէ, միանշանակ, նայեք Ժորժ ջան, իրենք նաև իմ տեղեկություններով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբենը Մելիքյանը հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է, լրացնելուն ուղղված գործողություն։ Ներողություն, անցյալ նախորդ գործով չկարողացան ինչ որ պատճառներով կամ խելքները չգիտեմ, վատ իմաստով խելքները։ Հիմա դες գնացել են այդ ամբողջ փակելու ճանապարհը։ Պարոն Բաբայան, իհարկե ամենևին չխորախոսելով, հա, վիրավորական արտահայտություն է, բայց մենք տեսնում ենք, որ նույն թեկուզ հենց падգամավորների կողմից իշխանական թևի կամ իշխանամետ այսպես բլոգերների կողմից շատ վիրավորական հայտարարություններ հնչում են, թե հոգևորականների հասցեներին, թե ընդդիմադիրների հասցեին, բայց սրանք այսպես աչք է փակվում, այսպես մնում են, հա, հիմա այս երկակի ստանդարտների մասին ինչ կասեք, ոնց է ստացվում, որ մի դեպքում այսպես հետևողական են իրավապահները գնում են հետևից մի Շատ պարզ, մի դեպքում դա Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով արվում, մի դեպքում նա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից արվում։ Խտրականությունը հենց այնց է լինում, այլ կերպ չի լինում։ Պարոն Բաբայան, մենք այն ժամանակ էլ պնդել ենք, որ այդ արարքներում չկա խուլիգանություն հանցակազմը, եւ դա հաստատվել է առնվազն Առաջինացյանի դատարանի կողմից, եւ հիմա էլ պնդում ենք, որ Վազգեն Սահակյանյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործողություններում այդ հանցակազմը բացակայում է։ Հիմա մյուսների նկատմամբ բնականաբար ոչինչ չեն անելու, որովհետեւ դրանք հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն են կատարում։ Պարոն Բաբայան, տեղեկացանք, որ առավոտից թե ձեզ, թե պարոն Մելիքյանին խոչընդոտում էին մուտք գործել Սաղաթելյանի տուն, Սամսոնյանի բնակարան, այս հանգամանքով պայմանավորված ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, արդյոք նաև միպից արձագանք եղել է, որովհետեւ այս ամեն ինչը հրապարակային է եղել։ Տեսեք, այո, մեր մուտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց, որոնց շատ բիրտ մեթոդներով, այսինքն ուղղակի չէին թողնում ու վերջ, որ առանց որևէ բացատրության։ Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հետ կապված, գիտեք, հոգնել եմ ՄԻՊ-ի արագ արձագանքմանը որևէ բան ասելուց, անկեղծ հոգնել եմ, որովհետև մի քանի անգամ ես դրա մասին եմ հայտարարել, երևի 7-8-10 անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ։ Ըստ էության ոչինչ չի փոխվում։ Այո, եղել է, որ ՄԻՊ-ին դիմելուց ենթադրենք 20 րոպե հետո մտել եմ պաշտպանյալիս մոտ, բայց միևնույնն է համակարգային ոչինչ չի փոխվում։
եւ հետեւաբար մի պին արդեն դիմելու անհրաժեշտությունը երևի թե վերացել ամբողջը։ Եվ վերջին հարց որպես մասնագետ, արդյոք քաղաքացու վրա թքելը, խուլիգանություն չդիտարկելը հնարավորություն է տալիս հիշյալ անձին դարձյալ կրկնել գործողությունը եւ արդյոք պետք է ակնկալել, որ մի օր գուցե նաեւ այս դրվագով կհարուցվեն գործեր, ինչպես օրինակ այստեղ այս ձևակերպումների համար։ Քաղաքացու վրա թքել չի կարելի անկախ ամեն ինչից, որևէ եղանակով։ Ես ժամանակին դա համարել եմ խուլիգանություն, հիմա էլ համարում եմ այդ արարքը խուլիգանություն, դրա համար մանրամասն իրավական բացատրություն եմ տվել, գլխավոր դատախազը համարել է, որ այդտեղ չկա խուլիգանություն, իրենք գիտեն։ Այս արարքներին երբևէ գնահատական կտրվի, այո, մի տարբերակով, երբ որ կփոխվեց իշխանությունը։ Քանի այս իշխանությունը իշխում է Հայաստանի Հանրապետությունում, նրանց կատարած հանցավոր արարքների համար պատասխանատվություն չի լինելու։ Պարոն Պապայան, իսկ ինչ զարգացումներ են հնարավոր, վերջնական վճռի հետ կապված ինչ-որ դիտարկումներ ունեք, կալանքի կգնան։ Իրենք արդեն ներկայացրել են կալանքի միջնորդություն, դե հիմա դա էլ կապ ունի, թե ով կլինի դատավորը։ Մենք շատ լավ գիտենք դատավորներ, որոնք որ անկախ ամեն ինչից կտան կալանքը։ Տեսնենք, տեսնենք ով է դատավորը, զրակ հասկանանք։ Արդեն հետաքրքիր է, որ բացի իրավական, փաստական հանգամանքներից նաև դիտարկենք դատավորի հանգամանքը։ Դա էլ է սկսել ազդեցություն, ով է դատավորը, հասկանանք։ Շնորհակալ եմ։